Հրապարակում է դատանի դատավճռի ներածական և երկրապակիչ մասերը։ Դատավճիռ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Հայրապետյանի, քարտուղարությամբ Մարգարյանի, մասնակցությամբ Մեղադրող Ավետիսյանի, դժողի իրավահաջորդներ Գալստյանի, Ղազարյանի, Հարությունյանի և մյուսների դժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Հովակիմյանի, Գրիգորյանի, Պաշտպան Հարությունյանի, Ամբաստանյան Բալանյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ին քաղաք Երևանում տրված դատական նիստում քննելով քրեական գործը ըստ մեղադրանքի Իշխան Արմենի Վահանյանի ծնված 1984 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Բարսագույն կրթությամբ ամուսնացած քննարկին մեկ անչափահաս երեխա նախկինում չդատապարտված հաշվառված և բնակվել է քաղաք Երևան Միկոյան փողոց 13-րդ շենք 14-րդ բնակարան հասցեում մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի առաջին մասով որպես դատարան միջոց է տրված կալանքը։ Դատարանը վճռեց Իշխան Արմենի Վահանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի առաջին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի առաջին մասով, Իշխան Վահանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով, իսկ 549-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի առաջին մասով, որպես պատիժ նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակի գումարել 549-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից 6 տարի ժամկետով ազատազրկումը և Իշխան Արմենի Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 16 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվարկցել նրա անազատության մեջ գտնված 4 տարի, 1 ամիս 26 օր ժամկետը և նրան թողնել կրելու 11 տարի, 10 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել սույն դատավճիռը կայացնելու օրվանից 2025 թվականի հոկտեմբերի 10-ից։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ և վերջինից զրկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մայորի զինվորական կոչումից։ Իշխան Արմենի Վահանյանի նկատմամբ ընտրված կապանման միջոցը կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճռ օրինական ուժի մեջ մտնելուց հետո այլ փաստաթուղթ ճանաչված նյութերը թողնել կցված քրեական գործի։ Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, այն ստանալու օրվանից հետո 1 ամսյա ժամկետում նստեք Իշխան Վահանյան ոտքի կանգնեք, դատարանը ձեզ պարզաբանում է դատավճիռը, որ վերջնական պատիժը նշանակված է 16 տարի ժամկետով ազատազրկում, հաշվի առնելով, որ դուք 4 տարի, 1 ամիս 26 օր ժամկետով մինչ այս օրը գտնվել եք անազատության մեջ, դա հանվում է հիմնական պատժից և պատժի կրման սկիզբը հաշվարկվում է հենց այս օրվանից։ Ձեզ մնացել է պատիժ կրելու, որպես նշանակված պատիժ 11 տարի, 10 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկում։ Միևնույն ժամանակ դուք զրկվում եք զինվորական մայորի կոչումից։ Դատավճիռը կարող եք բողոքարկել և կստանաք այդ ժամկետից հետո 1 ամսվա ընթացքում, իսկ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող եք դիմել մեղման ընտրավելով։ Պարզ է դատավճիռը, այո, նստեք